Ոչի ճակատի խորհրդարանական կուսակցությունները ընտրատեղամասերում միասնական ուժերով են պայքարելու կեղծիքների դեմ։ Ժառանգությունը եւ Հայ ազգային կոնգրեսը ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը չեք անցկացնի նախաձեռնության հետ են բաշխելու, փորձելով ներկայացուցիչներ ունենալ հայաստանյան բոլոր շուրջ 2000 տեղամասերում։ Տեղամասերում իշխանությունը սովորաբար ապահովում է կեղծարարների գերակշիռ մեծամասնությունը, այնտեղ շատ կարևոր է, որ ամեն տեղամասում լինեն մի 2-3 մարդ, ովքեր համագործակցելով իրար հետ հնարավորինս նրանց ձեռքը կբռնեն։ Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, մարդկային ռեսուրսները բավարար են, նկատի ունի նաև պայքարին միացած հասարակական կազմակերպությունների դիտորդներին։ Չեն բացառում հանձնաժողովներում համագործակցությունը օրինաց երկրի հետ, եթե հավատան, որ Արթուր Բաղդասարյանի ոչն անկեղծ է։ Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը կասկած չունի, իշխանությունները միայն կեղծիքների միջոցով կարող են հաջողել։ 650,000 ձայն ուղղակի դա հեքիաթային թիվ է Հայաստանի համար այսօր, նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսով ամբողջ, ընտրակաշառքով եւ այլ միևնույն է։ Նախ պետք է այդքան մարդ մի հատ նկարեն, որ մասնակցել է, որ մի հատ էլ կեղծեն 650,000 այո։ Ժառանգությունը թեև միացել է ոչի ճակատին, այնուամենայնիվ հիմնական պայքարը ծավալելու է տեղամասից դուրս հրապարակում Նոր Հայաստան շարժման հետ։ Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունում համոզված են, կեղծիքների մեքենան հնարավոր է կոտրել միայն արտահերթ լուծումներով։ 5 րոպե այս մի տեղամասում կմտնեն, ջարդարարությամբ կզբաղվեն, կամ ամբողջ օրը մարդկանց տանել բերելով ցուցակները, կամ անձնագրերը, որը մենք այդպես էլ ռեալ որևէ մեկը չկարողանում ճշտել, որ կեղծ անձնագրեր չկան։ Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն չի հետաքրքրում հիմնադիր խորհրդարանին։ Ժիրայր Սեֆիլյանը սակայն դեմ չէ, որ ընդդիմադիր ճակատի դաշնակից Ժառանգությունը նաև ընտրական պայքարի մեջ մտնի։ Այս քարոզչական գրվանը լիարժեք պետք է օգտագործենք։ Այսինքն մենք համադրությամբ թեմ ոչ ասելու դրամապանության մեջ գործում ենք, սակայն չենք բավարարվում միայն ոչ ասելով։ Սեֆիլյանն ու Ռաֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 1-ից անհնազանդություններ են սկսելու իշխանափոխությամբ տապալելու հանրաքվեն։ Չի բացառվում դեկտեմբեր 1-ից հետո երկրում իրավիճակի փոփոխություն տեղի ունենա եւ այլևս որևէ մեկը վեցի մասին չխոսի։ Նոր Հայաստանին չմիացած Հայ ազգային կոնգրեսն այս սցենարում միայն մարտավարական խնդիրներ է տեսնում, բայց Լևոն Զուրաբյանն էլ է ասում, ընտրակեղծիքները կանխելու միակ երաշխիքը ժողովրդի իմբոստությունն է։ Փողոցը հրապարակը եռում է, երբ որ երկրում ստեղծված է անհանդուրժողականության մթնոլորտ օրինախախտումների նկատմամբ, դա նշանակում է առաջին հերթին կեղծարարների դեմորալիզացիա։ Իհարկե մենք կուզեինք այդ վիճակին հասնել։